Եթերում հայրենիք Սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր մենք որոշեցինք մի փոքր բարձրացնել հայերի տրամադրությունը թե Սփյուռքում եւ թե հայրենիքում, որտեղ գիտենք, որ մարդիկ մտահոգ են, մարդիկ հուզված են, մարդիկ ինչ-որ տարբեր մտածումների մեջ են, կտրենք այդ բոլորից մի գեղեցիկ հաղորդումով, մի երաժշտական հաղորդումով։ Բարեկամներ, գիտեք, որ ժամանակները անցնում են եւ ժամանակները իրենք դառնում են որոշ տեսակի պատմության ընթացք եւ այդ ժամանակները հենց այդպես պատահական չեն անցնում այդ ժամանակները թողնում են իրենց լուրջ հետքը թե գիտության, մշակույթի, տնտեսության բոլոր բնագավառներում եւ մենք որքան հաճախ ենք հիշում 60-ականների երգիչներին, 50-ականների, 70-ականների, 80-ական եւ գիտենք անուններ, որոնք սիրով տալիս ենք եւ որոնք սիրով պահպանում ենք մեր հիշողության մեջ։ Մարդիկ հեռանում են, բայց իրենց հիշատակը, իրենց երգերով մնում է մեզ հետ։ Այսօր մենք ներկայացնելու ենք մի հրաշալի երգչի Ադիս Համանդյանին, որը 55 տարի բեմի վրա էր, որը հրաշալի երգերի հեղինակ էր, որը կարողանում էր ժողովրդին իր երգերով համախմբել, իր երգերով հայրենիքի սերը արտահայտել եւ աշխարհի տարբեր երկրներում, ուր երգում էր Ադիսը, դա Ադիսն էր։ Մարդիկ լցվում էին բեմերը, մարդիկ հավաքվում էին, մարդիկ երկար ժամանակ մնում էին այդ երգերի ազդեցության տակ եւ Ադիսը այն երգիչն է, որը 40 ալբոմի հեղինակ եղավ, 400 երգերի կատարող։ Եվ այսօր սիրով ես ներկայացնում եմ նրա որդուն Նորայր Համանդյանին, որը եկել է հայրենիք Սփյուռք հաղորդաշարի տաղավար, որպեսզի մենք ներկայացնենք մեր սիրելի երգիչ Ադիսին։ Ողջույն։ Ողջույն ձեզ։ Ուրախ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ։ Շատ գեղեցիկ ձևով արտահայտեցիք։ Ուրախ եմ, պարոն Համանդյան, որ դուք այստեղ եք, ասեմ Նորայր։ Նորայր, գեղեցիկ անուն է հայկական։ Ինչ գեղեցիկ անուն է Նորայր։ Այո, այսօր դուք եք ուրախ եւ մենք ենք ուրախ։ Որովհետեւ երկուսը էլ ներկայացնում ենք դուք ձեր հորը, մենք մեր սիրելի երգչին դերասանին։ Իսկապես ես շատ մեծ ցանկություն ունեի, որ հարցազրույց ունեմ եւ շատ շնորհակալ եմ։ Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ բարոն Քեղամին, որ մեզի միացուց։ Եվ շատ շնորհակալ եմ, որ այստեղ գտնվեմ։ Այո։ Տեսեք, ես քիչ առաջ ասացի, որ ժամանակները անցնում են, բայց ժամանակ կերտող մարդիկ, արվեստագետներ, գիտնականներ մնում են հավերժության համար։ Ճիշտ է։ Մենք որքան հաճախ ենք հիշում Ադամոյին, Ջոդասենին, Սիվրի Վարդանին, Ռոզի Արմենին, կարելացանք շարունակել Հարութ Փամբուկչյան, որը ողջ է Փառք Աստծո, մեր Արամուն Հայաստանում, Ֆորշը, կարելի է Արամ Ասատրյան, Ռուբեն Հաղվերդյան, Ռուսաստանում Վիսովսկի, որը շատ կարևոր երգիչ է։ Ցանկը երկար է, չեն կարող այսօր բոլորին թվարկել, փառք ու պատիվ բոլորին, բոլոր այն երգիչներին, արվեստագետներին, որոնք մեր կյանքը գեղեցկացնում են, մեր զգացումները հարստացնում են եւ մեզ նաեւ սովորեցնում են գնահատել ճիշտ արվեստը, ճիշտ գեղեցիկ երգը, իսկ Ադիսը գեղեցիկ երգի կատարողն էր։ Եվ այն համերգները, որը Ադիսը տվել է, հավերժ մնացել է բոլորի հիշողության մեջ, ինչպես նաև իմ հիշողության մեջ։ Հիմա ինձ քիչ մի պիտի հուզեք։ Այո, Նորայր։ Ես ուզում եմ առաջին հարցով էսպես սկսենք։ Ինձ հետաքրքիր է, ես մի հաղորդաշարել էի Վարում, կոչվում էր Հայաստանում հայրեր եւ որդիներ։ Այո, դա հոյակապ հաղորդում էր, շատ մեծ ծավալի հաղորդում էր եւ անդրադարձա, որ հայրերը որդիները քայլում են հայրերի հետքերով։ Հիմա առաջին հարցը, դուք ինչով եք զբաղվում, քայլեցիք ձեր հոր հետքերով, համեցեք։ Եվ այո եւ ոչ, որովհետեւ հորս բուն արեստը եղած է քաս ռեբենեկի մեջ, որով իմ մեծ հայրս այդ կորձի մեջ էր, ես ալ այդ կորձին մեջն եմ, ուրեմն մասամբ այո, իսկ երկով ոչ, որովհետեւ բնավ այդ կարողությունը չունեմ։ Իսկ ձեր մայրը կարող է մայրը լավ ձայն ուներ։ Ձայն ունի, բայց ունի ձայն մայրս, այո, բայց այդ կանալ չէ։ Ադիսի ջավ։ Դոնի մեջ երկելու համար, դան մեջ երկելու։ Այո։ Բայց
Եվ այնպես ես 16 տարի մտավորապես հորս խումբին հետ մաս կազմեցի եւ գիտար նվագեցի։ Այնպես որ Բա ասում եք հերու չէ։ երկել են հերու եմ, բայց չէ։ նվագով, մյուզիկով այո։ Նվագը նույնպես երկել։ Նույնպես, օքեյ, այո, 16 տարի հաճախ փեմերու հետ վայելեցի հորս ներկայությունը բեմական, այո, շատ հաճելի էր, ադի միշտ իմ սրտիս մեջ, իմ մտքիս մեջ կմնա, եւ լավ որ Աստվածած կարողությունը տվեց, որ գիտար նվագեմ հորս հետ։ Այո, շատ հիշադակներ ունենք, շատ տեղեր ճամփորդած ենք, շատ լավ հիշադակներ ցկած են։ Շատ լավ, ինձ ասացեք, խնդրեմ, երբ սկսեց երգել Ադիսը։ Ինչ որ ինքը քիրք գրած է եւ քիրքի մեջ կսե իր առաջին 10 տարին։ Սա ով է գրել։ Հայրս։ Ձեր, Ադիսի գիրքն է, ինչպես է կոչվում։ Ադիս երկի ջամփով։ Ինչ կատարել է ինքը երկով։ Ինքը իր գրքի մեջ էլ այս ամենը գրել է։ Գրել է, այս առաջին իր 10 տարին է 1900։ Քանի գրքի հեղինակ է, այս մեկն է։ Մեկն է միայն, այո։ Ինչ երկով ինչ կորց տարած է, երկի ջամփով հայաբահբանման կորձը որ տարած է, այդ մասինա։ Այո։ Լավ, Ադիսը ապրել է Բեյրութում, Լիբանանահայ, այո։ Եվ նախ ինքը 45-ի ծնունդ է, այո։ Այո, ինքը սկսեց Լիբանանը նախ գրավեց, այո։ Եվ հետո սահմանները շատ ընդարձակվեցին։ Այո։ Այ որ երկրները կարողացավ ինքը գնալ այդ ընթացքում։ Ուրեմն սկսեմ ասելու, որ հայրս հայրենով նախ չսկսավ։ Լիբանանի մեջ կոսմոպոլիտան քաղաք է, այնպես որ եվրոպական երկերքային, իտալերեն, ֆրանսերեն, հայրս ալ իտալերեն, ֆրանսերեն, որով երդասարտությունը այդպես այդ կողմը գնա եվրոպական եւ ուրիշ լեզուներ անշուշտ։ Բայց այնպես սկսեց եւ քրեց 8 հատիչափ ֆրանսերեն երկեր, որով իր ուսումը հայերեն եւ ֆրանսերեն էր։ Այո։ Եվ բավականաչափ տեսավ, որ սիրողներ ունի, ունգընտիրներ ունի, օրմն էլ փախտը ընձայվեց, որ հայերեն երկե։ Եվ այդպեսով իր experience-ը որ գար, փորձառությունը, շատ ճիշտ, այնպես որ հայերենի, որ էստրադայինի սկսավ երկելու, շատ մեծ հաջողություն կդավ։ Փաստորեն Ադիսը համարվում է էստրադային երգի հիմնադիրը։ Այո, Ռահվիրանգսեն, այո, հիմնադիրը, այո, այդպես կսեն, այդպես լսել եմ դարիներով, ինչ որ փեմ բիդելդեր, փեմից առաջ միութենականները գելեին եւ 10 րոպե հորս մասին կխոսեին եւ շատ գեղեցիկ ձևով կբացատրեին, որ Ադիսի քայլերը ինչ ըրած է սփյուռքի մեջ։ Ասացեք, քանի լեզվով էր երգում։ Հայրս երգում էր, կարծում եմ 4 կամ 5 լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, արաբերեն, հայերեն։ Այո։ Իսկ երգերի մեծ մասը որ լեզվով է։ Հայերեն էր անշուշտ։ Հայերեն։ Բայց որովհետև հայերը սիրում են մի քիչ էլ եվրոպական, մի քիչ արաբական, որով արաբական քաղաք են ապրում, դել իր, ասենք, պրոգրամի մեջ կար, որ պետք է քիչ մը արաբերեն, քիչ մը ֆրանսերեն ալ երկեր։ Այո։ Շատ լավ, մենք Լիբանանում եղանք պատերազմի տարիներին, հենց ճիշտ պատերազմի ժամանակ 75-ին 75-ի փոքրակների մեջ վառվում էր Լիբանանը, մեզ համար հատուկ օդանավի իջեցրեցին, այո, եւ փրկեցին, Փարիզբուն իմաստով փրկեցին եւ Կիպրոսի իջեցրեցին։ Այո։ Եվ այդ ժամանակ իհարկե ես այնքան խոր ափսոսանք էի ապրում Լիբանանը, Բեյրութը շատ գեղեցիկ քաղաք է, ուրախության քաղաք է, վայրկների քաղաք է։ Եվ շարունակ մտածում էի, լավ, այս մարդիկ այս վիճակով ինչ են արդյոք կկորի Լիբանանը, արդյոք կվերանա Լիբանանի մշակույթը, վերջնաշով Լիբանանի Բեյրութի մասին խոսում են երկրորդ Հայաստան։ Ճիշտ, շատ ճիշտ։ Մեծ քաոտ ուներ Լիբանանը, այո։ Շատ եւ հայերը այնտեղ որոշակի ծանրակշիռ դիրք ունեին։ Այդ ընթացքում, երբ որ վիճակը այդպես պատերազմական էր բան, Ադիսը ինչ էր երգում։ Այդ ժամանակ չես կարա երկեր, արդեն Լիբանանի գացությունը լավ չէր, որ երկեիր։ Մանավանդ առաջին 2-3 տարիները շատ վատ էր։ Շատ վատ էր, դուրս եկավ ինքը։ Սպասեցինք, որ պատերազմը գնա, չէինք գիտեր, որ պետք է երկարի։ 2-3 տարի սպասեցինք, հայրս տեսավ, որ պատերազմը անվերջ է գարձես, մենք փոխադրվեցանք 78-ին Կալիֆոռնիա։ Անշուշտ տուրիստ եկանք, սպասելով, որ լավ պիտի լա։ Եվ պետք է գնացեք, դու չգնացիք։ Բայց չգնացինք, շարունակվեց ափսոս։ Ապրեցիք Սանտա Մոնիկայում։ Ոչ, ապրեցինք Նորթրիջում։ Նորթրիջում։ Այո, այո։ Սկիզբը Հոլիվուդ, ինչպես որ ամենը, բայց հետո որ տեսանք պատերազմը դակավին, շարունակվի Նորթրիջ գնացինք։
Այո, եւ 1919 թվականին Սանտա Մոնիկայում նա իր մահկանացուն կնքեց։ Այո, UCLA-ի հիվանդանոցի մեջ, ավաղ, այո։ Շատ լավ, մի փոքր խոսենք հայաստանյան համերգների մասին, որտեղ հաճույքով գնում էր Հայաստան եւ հաճույքով շրջում էր ոչ միայն ասենք Երևանում, որ բոլոր շրջաններում, մարզերում եւ ամերիկ էր տալի։ Մի փոքր այդ մասին։ Ուրեմն հայրս երբ որ 68-ին իր առաջին ցայնաբնակը հանեց ծաղիկները Մանուշագեի, Սայլորդ եւ այլն։ Բայց ծաղիկները Մանուշակի դա բանի գործերն էր։ Հասմիկ Մանասերյանի գործերն էր։ Հասմիկ Մանասերյանը շատ գեղեցիկ երգեր էր։ Այո, շատ գեղեցիկ։ Այն ժամանակ Դագավին հայրս բանասեդություն չէր գրել, Դագավին նոր էր, մշակված չէր։ Այո, ուրեմն 10-15 երգեր որ գրած էր Հասմիկ Մանասերյանի երգերը երգեց եւ շատ արագ դարածվեցին այդ երգերը, շատ սիրեցին, ասենք միջև Հալեբեն, միջև ամերիկաները ադի ասենք գաբարի արագությամբ գսեն, որովհետեւ այդ ժամանակ ոչ ինտերնետ կար, ոչ YouTube կար, բայց իսկապես ճիշտ ադենին հասավ այդ երգերը, որ բրգե ասենք մշակույթը, որ պետք ուներ հայկական մշակույթը պարսոնալով, այո, այդ մեծ գործը հաջողվեցավ, այո։ Հիմա ինձ ասացեք խնդրեմ։ Իսկ Հայաստանի մեջ, ուրեմն 68-ին սկսեց արդեն ինքը ճամփորդություններով, համացանություններ եկան, համացանակություններ եկան, ասենք Ամերիկայեն, Պարսկաստանեն, բոլոր քաղաքներեն։ Արդեն շատ ճանաչված էր, արդեն դժվար էր այդ ժամանակ կարծեմ ինչ որ գիտեմ Հայաստան մտնելը սպիրտի համար, բայց Սևոմը կարծես իրավունքը հասավ իրեն 74-ին փախտը ունեցավ, որ ինքը ոչ, եթե գուսակցական է լավ, բնավ չէ ինձ գերվոր մտներ, թերևս անշուշտ, բայց չէ, ոչ հայրս գուսակցական չէր, անոր համարել լավ է որ ամենուն համար էր, ամենուն գերտար, ասենք եթե Փարիզ պիտի երկեր, ամենուն համար գերտեր։ Չէր գերտար, միայն դաշնակների համար երկելու։ Միայն դաշնակ չէ, ամենուն համար էր, հասկացա։ Փարիզում ավելի դաշնակ։ Այո, բայց ամենուն համար էր հայրս, շատ լավ որ այդպես էր։ Իսկ Հայաստանի արիթը որ ընձայվեց, արդեն ինքը շատ մեծ փափակ ուներ, որ Հայաստանի ժողովրդին համար երկեր եւ այդ ընձայվեց ֆիլհարմոնիայում 28 համերգ տվեց 14 օրվա մեջ, օրը 2 անգամ։ Պատկերացնում եք ինչ մեծ մանետ։ Այո, որով տիկետները արդեն շատ արագ կսպարվեին, արդեն հազիվ որ գելեին կսպարվեին, անպես որ այդպես եղավ։ Եդո շարունակեց Լենինական, Դիլիջան մարզերը գնալ եւ ամենտեղ ջերմ ընդունելություն Երջանկային շադակ ուրեմն վեհապարը Վասկեն առաջին կաթողիկոսը հրավիրեց իրեն Էջմիածին որ երգե ընդեղ էլ երգեց եւ իրեն այդ ժամանակ հայրս 28 տարեկան էր իրեն շնորհեց Գոմիդասի մեդալով այո եւ նկարներն ալ ունեմ, այո, շատ հետաքրքիր։ Նոր այր այսքան խոսեցինք, լսենք երգերից մեկը, որպեսզի շարունակենք։ Այլապես հիմա մենք խոսում ենք, բայց մարդիկ ցանկություն ունեն լսելու արդյունք։ Ունեք շատ լավ է։ Այո, մտի գնենք։ Շագեի բարդեսում բացված դու երասեի ինձ համար դարձավ դու ծնվել էիր մութամբերի դար բայց իմն էիր իմը մանիշագի միակ ծնվել էիր մութամբերի դար բայց իմն էիր իմը մանիշագի միակ մանիշագ էիր պարադեզում բացված գաբուտ շարերով նորահար ստարծած բայց անկուտ կամին կեստապից պոգեց ու սիրով սրդի
որ վերքերը թողեց Ացանկուտ կամին կես տպից ոգեց ու սիրո սրդի որ վերքերը թողեց Նիշակեի Բարադեսում պացված Ժամանակիչու Դու ծաղի գտարցած Ժամանակիչու Դգյանքից հեռացած Այդ իմնեիր իմը Մանիշակի միակ Ժամանակիչուտ կյանքից հեռացած Այդ իմնեիր իմը Մանիշակի միակ Մանիշակի միակ Մանիշակի միակ Մանիշակի Տեսնում եք ինչ գեղեցիկ է, ինչ գեղեցիկ երաժշտություն է Ադիսի համար ես իմ կարծիքը այն է, որ ինքը երկը գեղեցկացնում էր, այդ հատկանիշը ուներ, ինչ երկ ուզում է իր տայր իրեն, ինքը երկը գեղեցկացնում էր։ Այո, որով իր առողջությունը, շեշտերը ճիշտ տեղին գտներ։ Այո։ Իր ամեն մեկ վանգերը, որ երկե Կգարձես, որ հեշտ է, բայց հեշտ չէ, իրեն ընթորինակելը բնավ հեշտ չէ։ Դա եմ ասում, տեսեք, ինք որոշակի իր ձեռագիրն էր դնում երգի վրա։ Այո, որով ինքն իր կատարման ձևն էր դարձնում ադիսական, հետաքրքիրը դա էր։ Ես կգարձեմ, որ այսի իմ ուշադրությունս է, որ ասենք արաբներում մեջ են ամենալավ երգիչ են մի քիչ Փամմա արած է, ֆրանսացիներուն լավագույն երգիչներ են, իդալացիներ են, ամենեն քաղած է եւ հայկականին մեջ մցուցած է։ Հայկականացրել է։ Էստրադայինը մեջտեղ բերած է։ Եվ այդպեսով մարդիկ շատ սիրած են։ Յուրահատուկ է դրա համար եմ ասում։ Իր ոճը յուրահատուկ է, իր երգածը։ Եվ հիմա շատ երդասարտներ, երդասարտուհիներ երգեն իր երգերը։ Այո, եւ կլսենք մենք անդի շատ ուրախալի է, որ գշարունակեն իր երգերը երգելու։ Ես բացման խոսքի մեջ արդեն այդ ասացի, իրենք չկան, բայց իրենց երգերը ապրում են մեզ հետ, մեր զգացումների մեջ են, մեր հիշողությունների մեջ են։ Այո, եւ փառք որ գհիշեն Ադիս Հարմանդյանը գարկը չեն հիշեր, բայց մեծամասնությունը գհիշեն։ Եվ կլսենք զարմանան, որ անուն չեն հիշեր, դիպցի բան չկա։ Հիշում են, այո, հիշում են, փառք Տիրոջ, որ հիմա մի փոքր խոսենք նորայր մրցանակների մասին, միայն վեհապարը չէր, որ իրեն մրցանակ էր տվել, բավականին մրցանակներ ուներ։ Շատ մրցանակներ։ Խնդրեմ, եթե մի քանիսը հիշում եք։ Մարմինս փշակաղվեցավ, որով ինքը շատ մրցանակներ ունի, որովհետև ուր որ գնացել է, իրեն դվել են ինչ որ արժանի է եւ ստացել է ամենաբարձրակույն շքանշանները, ինչ որ մեկը գարա ստանա հայերու մեջ։ Լա Բեյրութի կաթողիկոս են շքանշանները, լա Հայաստանի, լա միությանական, բոլոր միությունները միշտ շքանշանով իրեն բադված են։ Իսկ այդ շքանշանները մեծամասնությունը Ամերիկայի earthquake-ին ափսոս որ չարտվեցին, որով ընդհանրապես շատ փարակ կամ պլաստիկե շքանշաններ կային, որոշը այդ earthquake-ին հայերեն ինչպես էր երկրաշարժին 94-ին որ եղավ այստեղ մեր դան մեջը որ էսենց անգյումը ունեինք շքանշաններու շատերը ափսոս որ գդրվեցին, բայց գանդագավին, անոնք որոնք մեդաղե են մնացին։ Նորայր, ես հիմա այստեղ դուք նստած եք ձեր հոր մասին սիրով, հիացումով խոսում եք։ Այո, իսկապես։ Գիտեք, պետք է հիշատակը հարգելը։ Հիշատակը ինչպես են հարգում, կամ բացում են դպրոցը իր անունով։ Այո։ Եվ կամ որևէ բան, որը պետք է գրի Ադիսի անունը։
Այո։ Որպեսզի դուք այդ ժամանակները մոտեցնեք մեր ժամանակներին։ Այո։ Իր անունը միայն երկով չհնչի։ Այո։ Ինչ կոնկրետ լինի մի դպրոց, մի վարժարան, որը կրի Ադիսի անունը։ Չեք մտածել այդպիսի մի բան։ Շատ մտածել եմ, սպասում եմ, որ ժամանակը Կարծես չեք կարող դուք իմ Անուշի բիզնեսի մեջ եք, բայց Անուշի վրա դնել Այո։ Չնայած ինչ է քաղցրը կարելի է դնել։ Անիկա այլևս մենք կմասնակցենք, անոնք որոնք ասենք միությունները կան մեզի գարաչարգեն։ Հիմա ես ուրախ կլամ որ մեկը առաջարկի օրինակ Լոս Անջելեսի Գլենդելի մեջ մյուզեում պիտի լա։ Եթե անգյունը Լահորս մասին, շատ լավ պիտի լա։ Նախ ամեն ինչը կտեղադրեք այնտեղ։ Շուտով բացվելու է այդ։ Շուտով բացվելու է։ Հույսով որ այդպես բամը գարաչարգեն մեզի եւ մենք էլ կմասնակցենք։ Լահոս, լահ սպյուրքի ոյ մեկտեղ կամ Հայաստանին ճուճե։ Ես շատ կուզեի որ դուք կամ այստեղ կամ Հայաստանում բարձրապես էստրադային դպրոց բացեիք եւ անունն էլ Ադիս դնեիք։ Շատ լավ գաղափար է։ Շատ լավ գաղափար է։ Այդ գաղափարը իրականություն դառնա։ Այո։ Գիտեք ինձ համար այնքան հետաքրքիր էական է։ Կամ մյուզիկի դպրոց։ Դա է ասում։ Այո, երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոց, դա է ասում։ Բացեք եւ անպայման ունենա անունը Ադիս։ Ինձ համար որևէ որդի որը բարձր է պահում իր հոր պատիվը, հասկանում եմ, որ այդ ընտանիքը այդպիսի շատ կարևոր առաքելություն է ունեցել։ Անշուշտ այսօր, որ դուք այսպես խոսում եք ձեր հոր մասին, վստահ եմ ձեր մոր ազդեցությունը կա նաև շատ խորը։ Ես ասեմ, որ հայրս որ նորը սկսավ, դակավին ես նոր ծնած էի, եւ ինքը արդեն հարաճանաչ եղավ շատ շուտով։ Շատ արագ եղավ։ Եվ նոր ամուսնացած էր ինքը, ես նոր ծնած էի, բայց լավ է որ մայրս թողեց հորս, որ ճամփորդությունները աներ։ Եթե մայրս ալքեր դառնար, նպաստել է, որով գիտե որ առաքելություն մը գա, հայաբահբաման կորձ մը գա անելիք եւ իրավունք տված է որ հայրս ճամփորդը չնայած որ շատ դժվար եղած է իմ մորս համար։ Ես նոր ծնած եմ եւ այլն շատ։ Հարկուպատիվ ձեր մորը։ Այո, շատ ճիշտ է։ Ասում են, չէ՞, նոր այր ամեն առաջ գնացող տղամարդու հետևում կինը մեր մայրերը, որ եւ անզուգական մայրեր են եւ անզուգական կանայք։ Շատ ճիշտ է։ Մանավանդ մորս համար մենք որ Լիբանան այդ ժամանակ կապրենք, հորս շրջաբույդները շատ երկար էին։ Ասենք, եթե Հարավային Ամերիկա պիտի երթար, 1 ամիս էր, եթե Հյուսիսային Ամերիկա պիտի երթար, 1-2 ամիս էր, որովհետև դարբեր դեղեր պիտի գնա, Rhode Island, New Jersey, New York, Boston, Chicago, Detroit, Los Angeles, Fresno, San Francisco, ամեն մեծ շրջաբույթները ժամանակ են, եւ մենք ես ու մայրս պիտի նստենք, պիտի սպասենք, դժվար էր, շատ դժվար էր, ես շատ մոդ էի, ամեն ինչ էր տանում, գարոդի չենք թիմանար, հերացայնով կգապվեինք, շատ դժվար էր, բայց փակ տիրոջ, որ մայրս իրավունք տվեց, որ հայրս այս կորձը գադարիր եւ հաջողվեց սպյուրքի մեջ բոլորն էլ հայերեն երկեն, հայերենը սիրեցին, սիրահարվեցին, բարեցին։ Այսօր էլի Լիբանանի վիճակը լավ չէ։ Այո։ Լավ չէ, Հազբոլան խփում է։ Այո։ Իսրայելն էլ խփում է ուղղակի Լիբանանի Բեյրութին։ Շատ քեշ է վիճակը, այո։ Նորեն նույն պատմությունը, ինչը 72 թվականից սկսվեց։ Այո։ Երբևիցե գնում եք Լիբանան, թե ուղղակի։ Այո։ Լիբանան Քանի անգամ եք եղել Լիբանան։ Վերջին 40 տարի չի գնացի, բայց վերջին 3 տարին 2 անգամ գնացի։ Այո։ Լիբանանը Այնտեղ բարեկամներ ունեք։ Ունեմ, այո, հարազատներ։ Ունեք, թե տունը վաճառել եք։ Դուն չենք, ունենք, դուն չունենք, բայց բավականին տունն է քաշում։ Այո, չէ, դուն չունենք, բայց ինքը երկիրը քաշում է, որով ծննդավայրը դե։ Հայրս շատ երկեր գրած է Լիբանանի մասին, որով ծննդավայրն է։ Հայրս ընդհանրապես ամեն ինչի համար երկեր գրած է, ընդհանրապես բնության մասին, բնությունը, բնությունն է, սերն է, փիլիսոփայությունը, Երևանի աղջիկների մասին, Արցախի համար, ամենուն հասած է, ամեն ինչի համար ունի երկեր։ Միշտ մտածած է որ պետք է ասոր ասենք մայրերու համար, ձայիկ, վարդ, ինչ կուզեք, բնություն, արև, քարոն, ծմեր, ամեն ինչի համար երկ գրած է։ Բազմաժանր գրող է։ Այո, իմաստալից եւ բազմաժանր։ Մենք դարձյալ պետք է լսենք իր կատարումներից մի երկուսը, որովհետեւ հաղորդում առանց իր կատարման լիարժեք չի լինի։ Լսենք
Սևանը զավալիկների մեջ Լողում է սևանը Ձպում է սևանը Շողում է սևանը Զավալիկների մեջ Լողում է սևանը Ձաղի գներ Անտարա ձաղի գներ Թուք սիրո գարոդի Անմորած վգաներ Ձաղի գներ Անտարա ձաղի գներ Թուք սիրո գարոդի Անմորած վգաներ Սերը երասեր Արտնացա էլ չգա Պես շատ արդասվեցա Բայց աբա էլ չգա Էստեր պնդրում եմ կեզ Պնդրում դնչում եմ կեզ Ներիրին սիրելիս Էստեր սիրում եմ կեզ Ձաղի գներ Անտարա ձաղի գներ Թուք սիրո գարոդի Անմորած վգաներ Ձաղի գներ Անտարա ձաղի գներ Թուք սիրո գարոդի Անմորած վգաներ
ինչու հեռացար եւ ինձ մոռացար ահ իմ անուշյալ ինչու հեռացար եւ ինձ մոռացար Երբ հեռացար դու ինձանից օրս խավարեց Գանաչազար վարդիզունս վարդս հրանեց Երբ հեռացար դու ինձանից օրս խավարեց Գանաչազար վարդիզունս վարդս հրանեց Ախ իմ անուշյալ ինչու հեռացար եւ ինձ մոռացար Նորար ուրիշ ինչ ծրագրեր ունեք դուք առհասարակ այստեղ Ամերիկայում Հայաստանի հետ ինչ կապ ունեք Հայաստանի հետ Հայաստան մեկնում եք մեկնում եմ Հայաստան այո մեկ գնում ենք շատ ենք սիրում Հայաստանը մեզ համար Հայաստանը դա մեր երկիրն է վերջ Հայաստան Արարատը որ տեսնենք արդեն կփշակաղվենք մենք բոլորս բյուրկա հայերս շատ ենք սիրում Հայաստանը եւ կգնանք միշտ կքաչալերենք ասկանդարի միշտ կքաչալերածենք լա նյութական լավ ինչ սպիրկը միշտ փորձած է օգտնել ավելի հաճախ չեք գնում բայց այս հիմա վերջերս Չեմ իտքունեմ երթալու նորից դղաները շատ են սիրում ես էլ դիգինս էլ Եվ հիմա խոսենք մի փոքր ձեր ընտանիքի մասին Սիրով այո Ինչպեսի ընտանիք ունեք Ուրեմն ես ամուսնացա 23 տարի առաջ մտավորապես եւ պարտավորվեցանք 3 մանչ զավակներով Աստված պահի Մերսի եւ դարիքները 22 21 եւ 10 տարեկան Իսկ ամենամեծ մանչիս անունը Ադիս է Անպես որ մեր դան մեջ Ադիս անունը կա Եվ անտատ լսում է Անտատ այո Եվ շատ նման է ինձ մի ավելի նման է իր մեծ հորը Պապիկին Այո պապիկին շատ Եվ ցանն էլ ավելի մոդ է Ահա տեսեք վերջը գտանք ինչ որ մեկը որը պետք է շարունակի Դա չի սիրում երկեր Ինչ է սիրում բա Երևի Ամեն ինչ բաց երկել Ամաչում է շատ ամաչում Եվ ձեր կինը ինչով է զբաղվում Գինես տարապես զավակներս մեծացրել ընտանեկանը մասնավոր ուրիշ բան եւ ինձի կորձից մեջնալ գոկնի այո Շատ լավ նորայ ձեզ մեծագույն հաջողություններ եմ ցանկանում Շատ ուրախ եմ Նորից եմ կրկնում ինձ համար շատ մեծ արժեք է երբ զավակը արժևորում է իր հորը Պայման չի որ այդ հայրը լինի երգիչ գիտնական եւ այլը ամեն պարագայի որ արժևորում է զավակը իր հորը դա խոսում է զավակի բարձր բարոյական արժեքների մասին հոգեվոր արժեքների մասին հիմա այս հաղորդումով
Դուք ինքներդ խոսեցիք ձեր բարձր բարոյական արժեքների մասին։ Դուք խոսեցիք ձեր հոր մասին, որը տաղանդավոր երգիչ էր, Այո։ հրաշալի հայ էր Այո։ եւ հրաշալի մարդ։ Այո, իսկապես հրաշալի հայր էր։ Թող միշտ պայծառ լինի նրա հիշատակը։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։